Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք վերլուծական հաղորդաշարն է, ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ հյուրն է այսօր հոգեբան Հրիփսիմե Բաղդասարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, որովհետև այսօր մեր հոգեբանական վիճակն էլ կարծես թե ամեն պարագայում մենք ընդդիմանում ենք որևիցե մի կարծիքի, կուզենամ առհասարակ խոսենք կարծիքների մասին այսօր, եւ հարցս հետեւյալն է. երբ մենք հաճախ լսում ենք կարծիք, որը մեր կարծիքի հետ համարհունչ չէ, անմիջապես նեգատիվն է, կարծես թե։ Ինչու է այդպես առհասարակ։ Մարդիկ հաճախ դժվարանում են ընդունել այլոց կարծիքը մի քանի պատճառներով։ Առաջինը հուզական պաշտպանությունն է, որովհետև մենք որպես սպառնալիք ենք դիտարկում մեր կարծիքին հակառակ կարծիքը եւ պատրաստ չենք լինում ընդունել։ Երկրորդը մենք կարող ենք հաճախ մարդուն անձնականացնել իր կարծիքը անձի հետ։ Մինչդեռ կարող է մեկ մարդը ունենալ շատ տարբեր կարծիք, բայց իր բնույթով այլ մարդ լինել։ Անորոշության վախը։ Մենք երբ որ լսում ենք այլ կարծիքներ, կարծես մեր ներսում մեր ուղեղը մեզ ազդակ է ուղարկում եւ ասելով, որ այս վիճակը քեզ համար սպառնալիք է, որովհետեւ նոր բան է ու չկա մեր մտքում դա։ Մի քանի Հիմա ուզում եմ հասկանալ, այ օրինակ, երբ որ մենք դիտարկում ենք, քանի որ սոցհարթակները դարձել են մեր կյանքի անբաժան մասը ու ցավոք սրտի այնտեղ մեկնաբանություններ բաժինը, երբ որ բացում ես, բավականաչափ բացասական այսպես մտքեր են արտահայտվում, օրինակ ինձ համար շատ ցավալի է, երբ որ իրադարձություն է տեղի ունենում, թեկուզ ցավալի, մեկ էլ բացասական կարծիքներ են անմիջապես գրվում, ինչի համար է սա արվում առհասարակ ու լավ, միգուցե համակարծիք չես, բայց ամեն դեպքում բացասականը կարելի է եւ չգրել կամ եթե հետաքրքիր չէ, օրինակ հաղորդումը մի նայեր ուղակի, ինչու ես գրում այդ բացասականը, ինչի համար այս նեգատիվը, որ պարբերաբար լցվում է համացանց։ Սա հենց իրականում կարող է մեծ ստրեսի հետևանք լինել, որ մարդիկ ունեն կուտակված բացասական հույզեր եւ պատե անպատե առիթներով դրսևորում են, մինչդեռ կարելի է ժամանակին ինքնահարգանքով, ինքնախնամքով հոգ տանել սեփական, հուզական, հոգեբանական իրավիճակներին եւ պատե անպատե չդնել դա։ Նաեւ մշակութային հարց է, նաեւ ամբողջային մտածողության հետևանք է։ Մարդիկ սիրում են դրսևորվել մեծամասնության, հարմարվել մեծամասնության մոտեցմանը։ Մենք քչերին կտեսնենք, որ հակառակն են գործում։ Սա պետք է հասկանանք, որ ցանկացած դրսևորված ագրեսիա իր մեջ ունի պաշտպանական բնույթ։ Ուզում եմ հասկանալ, հետաքրքիր նախադասություն եք ասում, ամբողջային մտածողություն է, մենք անհատական մտածողություն ունենալը մեր ճնշեցինք, վախեցանք, ինչով այս ամեն ինչը քողարկվեց, չէ՞ որ ժամանակի ընթացքում մենք զգում ենք, որ փոխվել է մեր մտածողությունը, որտեղ մարդիկ կան, ովքեր անհատապես այլ կարծիքի են, բայց վախենում են կարծես թե նույնիսկ բարձրաձայնել այդ կարծիքը, ինչու։ Երբեմն մոլորության պատճառով, շատ հաճախ դա դրսևորվում է նրա պատճառով, որ մենք սոցիումի մի անբաժան մաս ենք եւ շատ բնական է որպես ավտոնոմ մտածողություն լինել հավասար, հա, չբաժանվել, չտարանջատվել, ինչ որ այդպես ավելի ապահով է սոցիումում լինելը։ Նաեւ այո, կարող է լինել դասյակության, նաեւ մշակութային հիմք շատ տարբեր են պատճառները։ Հիմա որպես հոգեբան ուզում եմ մի պրովոկացիոն, միգուցե հարցս հնչի, սոցիումը մեզ երջանիկ դարձնում է։ Կախված է թե մենք ինչպես ենք ընկալում սոցիումին, հա։ Եթե մենք չունենք ինքնագնահատականի պակաս եւ չունենք վախի զգացողություն, որ այս աշխարհը վտանգավոր տեղ է, որտեղ մենք ապրում ենք, այլ մտածում ենք, այո, այս աշխարհը շատ գեղեցիկ տեղ է, որտեղ մենք ապրում ենք եւ կարելի է արարել, գնալ առաջ, այո, մենք կարող ենք այդտեղ երջանիկ լինել։ Մարդ ինչպես հավաքական կերպար է, հա, սոցիումի, նույնպես էլ անհատական է։ Մենք ֆիզիոլոգիայում ունենք օնտոգենեզ հասկացությունը եւ ֆիլոգենեզ հասկացությունը։ Այսինքն, ինչպես ունենք պատմական հիշողություն, ժառանգություն, որը ֆիլոգենեզն է պատասխանատու, այնպես է ունենք օնտոգենեզ, այսինքն մենք անհատապես ենք կերտում մեր կյանքը։ Հիմա կախված է անհատի ինքնագիտակցության մակարդակի բարձրացումից,
որքանով է անհատը գիտակից կարողանում տարանջատել իր ընդհանուր մենքը անհատականությունից, Բայց հասարակությունից։ վախը ազդեցություն ունենում է այս պարագայում, որտեղ Վախը գիտեք ինչ մի բան է տարանջատել, մի բան է ունենալ վախ այդ տարանջատումը ուղղակի հիմա տեսեք ցանկացած երկիր, որ ունենում է պատերազմական իրավիճակ, այդտեղ բնակիչների, հա, հոգեհուսական կարգավիճակը փոփոխության է ենթարկվում։ Եվ մենք պետք է այդ իրականության հետ հաշվի նստենք եւ ընդունենք հոգեբանական փոփոխությունները։ Վախը այն հույզերից մեկն է, որ պաշտպանական հիմքի համար է մեր դրված։ Եվ չունենալով, հա, հոգեկրթություն, հոգեբանական գրագիտություն, հուզական գրագիտություն, մենք կարող ենք, այո, անսպառ տրվել վախին եւ վախը կարող է մեզ առաջնորդել եւ կարող է մեզ կառավարել, այսպես ասած։ Բայց բավական է դա գիտակցել, բավական է դրա հետ կապված աշխատանքներ տանել ինքնագիտակցության ֆոնով եւ հոգեբանական ինչու ոչ, նաեւ գուցե ինքնակրթությամբ ինչու չէ։ Չենք բացառի, որ կարելի է հասնել այդպիսի ներքին ձեռքբերումների նաեւ ինքնակրթությամբ։ Այնպես չէ, որ ամեն ինչ ամեն դեպքում կարելի է դրսից, հա, օգնությունը կարելի է վերցնել։ ասել, որ պատերազմը ազդեց ինչ որ կերպ մեր հոգեբանության վրա։ Պատերազմը չի կարող չազդել։ Ցանկացած պատերազմ ազդում է։ Ցանկացած եկեք փոքրիկ, հա, ընտանիքը վերցնենք որպես այդպեսին փոքրիկ բջիջ, եթե ընտանիքում ծնողները վիճում են, անպայման ազդեցություն ունենում է երեխայի վրա։ Հետևաբար, եթե գանք մեծ հայրենիք հասկացության մեջ, որպես մեծ ընտանիք, անշուշտ այս մեծ ընտանիքի կատարված պատերազմական այս իրավիճակը չէր կարող անցնցում մնալ որևէ մեկից վրա։ Հիմա ուրիշ բան, որքանով ենք մենք դա գիտակցում, որքանով ենք գիտակ, այսպիսի մի արտահայտություն կա, հետ տրավմատիկ ստրես, որ գալիս է պատերազմից հետո կամ որևէ բնական աղետից հետո, ինչ է սա ենթադրում, որ կարող է ստրեսը այդ ժամանակահատվածում անմիջապես չի երևալ, բայց անցնի ամիսներ, գուցե տարի, դրսևորվի մարդկանց հասարակության կյանքում։ Այս անտարբերության մթնոլորտն էլ է դրա հետևանքը, որովհետև շատ իրադարձություններ են տեղի ունենում, մտածում ենք այ հիմա ինչ որ կերպ կարձագանքի ու կարծես թե մարդիկ անտարբեր են, արդեն միևնույն է։ Ես ինձ թույլ կտամ նաև անտարբերությունը հավասարացնել հուսալքության հետ, անորոշության հետ, հոգեբանորեն, որովհետև ցանկացած անտարբերության մեջ նաև կա ինչ-որտեղ հուսալքության տար, որը այո կարող է լինել երկարատև ստրեսների ժամանակ։ Եթե մենք ասում ենք պատերազմ 2021 թվական, մենք տեսնում ենք, որ բայց մենք կարող ենք հետ գնալ եւ տեսնել 90-ականների պատերազմը, գուցե տնտեսական, սոցիալական անապահով կյանքի փոքրիկ պետք է ամբողջականության մեջ դիտարկել։ Եթե վերցնել մեկ ուղի ու ասել, որ հաստատ սրանից է, մի քիչ այստեղ նեղմիտ կլինենք։ Դրա համար մենք պետք է մեր հայացքը ամբողջական մեր պատկերի վրա ուշադրություն դարձնենք։ Նշեցիք պատերազմները մեր 90-ական, 2020, մենք նաև 22-ին տեսանք արցախահայերի այսպես ասած հուսալքված իրենց բնակարանները ստիպված թողած ու շատ հոգեբանական ծանր վիճակում մենք դիմավորեցինք մեր արցախահայերին։ Հիմա ուզում եմ հասկանամ հասարակության մեջ մի այնպիսի շղարշ է սողում, որ նեգատիվ է, բայց մենք տեսանք մեր ժողովուրդը ինչպիսի ջերմ սիրով, միասնական, սա ուզում եմ հասկանալ մեր բնորոշ վիճակն է, երբ որ մեզ դժվար է լինում, մեր ժողովուրդը միասնական է կարծես թե դառնում ու իր ընդունելության ձեռքը ու բարիության այդ ամբողջ մթնոլորտը տիրում էր, ինչ է կատարվում ըստ ձեզ ըստ հոգեբանի այս պարագայում եւ ինչպես օգնել ի վերջո մեր արցախահայր քույրի եղբայրներին, գիտեմ հարցս մեծ է ու ընդլայնված է շատ, որպեսզի նրանք էլ կարողանան այս վիճակում պայքարել ու դուրս գալ այս վիճակից։ Տեսեք, մենք իրապես այո, որպես առաջին, հա, արձագանք մենք մարդասիրական մեր ջիղն ենք հայրենասիրական եւ ընդհանրապես խղճով, հա, խղճմտանքով վերաբերվելն ենք ի գործ դնում։ Բայց դրանից հետո, որ գրքերը հանդարտվում են, ժամանակ է անցնում, ես ինքս էլ լինելով հոգեբան, COVID-ի ժամանակ, COVID-ից անմիջապես հաջորդեց պատերազմը,
24 ժամ թե on-line, թե off-line ես աշխատում էի տարհանված ընտանիքների հետ, մեծ խմբով կամ սգավոր մայրերի, զինվորների մայրերի հետ։ Ուրեմն ինչ է կատարվում։ Մենք որպես այդպիսին սկզբից տալիս ենք այն ինչ որ ունենք։ Հետո սպառվում ենք, եթե չենք լցվում։ Օրինակ, մենք մեր մասնագիտական թիմը, երբ որ 24 ժամ հասու էր, տարհանված տարբեր տեսակի դեպքերի աշխատանքներն էին կատարում, մենք անպայման 2 օրը մեկ ունենում ենք բալենտային խմբի քննարկումներ, որտեղ մենք մեր կուտակած բացասական հուզական էմոցիաները դուրս էինք բերում։ Չէ որ լինելով մասնագետ, բայց նաև մենք նույնպես քաղաքացի ենք այս նույն երկրի, այդ վտանգը մեզ էլ էր սպառնում մեր զավակներին, մեր ընտանիքներին, եւ ամեն դեպքում մենք չենք կարող անհաղորդ լինել դրան։ Ուրեմն որպես մասնագետ, որպեսզի չունենայինք հուզական այրում, մենք կարողանում ենք գրագետ կերպով նաև դուրս բերել այն բոլոր ցնցումները, որ մենք կուտակում էինք աշխատանքի ընթացքում։ Սակայն նույնը չես կարող ասել սովորական քաղաքացու մասին, որոնք շատերը իրենց տան դռները առանց ճանաչելու բացում էին։ Ես ինքս լինելով հոգեբան այցեր կատարելով, իրոք տեսնում ենք, որ մարդիկ իրար չճանաչելով վստահում են իրենց կացարանը, իրենց ունեցվածքը։ Դա առաջին մեր ռեակցիան էր։ Բայց դրանից հետո, որովհետև չկար, գրագիտություն, հոգեբանական, հուզական դրսևորման, կարծես գալիս էր այդ հուզական այրումը եւ հոգեբանական արդեն ստրեսի դրսևորումը, որտեղ որ մարդը կարիք ունի նաև ինքնախնամքի։ Մենք չենք կարող անznուրած միջև վերջը խնամք փոխանցել, նաև այստեղ պետք է ինքնօգնություն եւ փոխօգնություն։ Սա մի կուլտուրա է, որ մենք կարևոր է, որ մեր հասարակությունը, ժամանակակից կյանքի դժվարությունները գրավելու մարտահրավերները գրավելու համար ունենա այս գիտակցության բարձրագույն կերպը, որ սեփական անձդ պաշտպանելով պետք է կարողանաս օգնություն ցուցաբերել, ոչ թե միջև վերջ ջիգյարով հայավարիչ լինի։ Լավ, ինչպես էս պարագայում օգնել արցախահայերին, ուզում եմ նորից հարցս կարծես թե վերաձևակերպել, անցել է ամեն ինչ, հանդարտվել է կարծես թե բավականին ժամանակ է եւ մենք տեսնում ենք, որ նեգատիվ process-ներ են հիմա սկսվել, ինչ անել։ Նախ ընդունել, որ մենք այո, պետք է անցնենք նաև այդ նեգատիվ process-ներով, որովհետև մենք գործ ունենք կորստի հետ։ Իսկ եթե հոգեբանորեն դիտարկում ենք կորստի հոգեբանությունը, մենք տեսնում ենք ինքը վիշտ է, եւ վիշտը պետք է անցնի մի քանի փուլերով, որի մեջ նաև ներառում է զայրույթը, ագրեսիան, որովհետև այդ ամենը պետք է կարող թույլ տանք նաև անձիկ վերապրեն դա։ Ինչ է մեզանից պահանջվում, որ ագրեսիային ագրեսիայով չպատասխանենք։ Թույլ տանք ունենալ տարբեր կարծիք։ Տարբեր կարծիք ասել չի նշանակում, թե ես իմը կզիջ եմ։ Նշանակում է, որ այո, կարող է նաև այդ մարդը այդպես զգալ։ Սա նաև հոգեբանորեն էմպաթիայի զգացմունքներն են, որ մարդը թույլ է տալիս դիմացինի ապրումակցում զգալ։ Հիմա տեսեք, մենք այդ կարեկցանքի աջակցելու կուլտուրան չունենք, թե չգիտեմ, ինչ չունենք այս բարակայում, որովհետև շատ հաճախ տեսնում ենք այդ նեգատիվ նորից եկանք հասանք մեր առաջի հարցին, որ այդ նեգատիվ ամբողջ process-ը լցվում է նաև համացանցում ու այն մարդը, ով դժվարություն է տարեկորցներ է ունեցել, հանկարծ հասկանում է, որ այդ նեգատիվը ամբողջը նաև իրեն է ուղղված, այդ սոցիումի մի մասն էլ ինքն է կազմում։ Ինչ ուղղել, ինչ ասել մեր այն հասարակությանը կամ այն քաղաքացուն, որը այդ նեգատիվը ուզում է գրել, ասել, ինչ ասենք, լավ, միջև նեգատիվը մտածիր, ինչ ասենք։ Տեսեք, նեգատիվը ձևավորվում է յուրաքանչյուրից ներսում։ Միջև ես դուրս կբերեմ որևէ բացասական հույս, պետք է գիտակցեմ, որ դուք այդքան էլ կապ չունեք այդ հույսի հետ, որքան որ ես դա ունեմ իմ ներսում կուտակած։ Հույսը ձնագնդիկի նման մի բան է։ Երբ որ մենք զսպում ենք, իսկ ժամանակին զսպում ենք մենք, չկարևորելով մեզ, կարևորելով դիմացինի կարիքը։ Հետո ասում եմ մի որոշ ժամանակ, արդեն մենք զսպել ենք, ներս ենք տարել այդ բացասական հույսը, բայց մինչդեռ հույսը կարիք ունի վերապրելու։ Մենք չենք կարող ճնշել մեր հույսը մեր ներսում։
ինքը ինչ-որ ձև պետք է դրսևորվի եւ անպատեժ ժամանակ է որպես կանոն դրսևորվում եւ դրանից էլ բախումներն են անհասկանալի պատճառով առաջանում։ Մենք կլսենք մարդկանց, որ կասեն շատ լավ էր վերաբերմունքը, մեկ էլ հանկարծ փոխեց իր վերաբերմունքը։ Մինչդեռ այդ վերաբերմունքը երկար ժամանակ զսպվել էր բացասական հույզով։ Այստեղ շատ կարևոր է ինքնախնամքի հետ կապված, որպեսզի մենք գիտակցենք, որ եթե ունենում ենք բացասական հույզ, ապա այդ հույզը պետք է վերապրել անպայման հիգիենիկ մթնոլորտում։ Պետք է դրան ուշադրություն դարձնել, բարձրաձայնել, բայց ոչ միայն, ոչ թե մեղադրական տոնով, այլ ասել, որ ես դա զգում եմ։ Դրանից հետո արդեն գալիս է ուրիշ մի հոգեբանական գործոն, որ գիտակցենք, որ մեր զգացմունքների համար նաև մենք ենք պատասխանատու։ Դա անձի հասունության մասին է նաև խոսում վկայում, որ որքան է մարդը գիտակից եւ հասուն, այնքան պատասխանատվությունը իր ներսում կատարվող զգացմունքային անգամ ֆոնի մեջ պատասխանատվությունը վերցնում է իր ձեռքը։ Հիմա ուզում եմ անդրադարձ ունենանք նաև սոցհարթակ ասվածին, որը ներխուժում է մեր բոլորիս բնակարանները, ընդհանուր մեր կյանք, ինչ ազդեցություն այն ունեցավ մեր կյանքում ի վերջո, որովհետև մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր այնքան շատ չեն շփվում իրապես մարդկանց հետ, որչափ սոցհարթակներում են շփվում ու սոցհարթակից նաև ընդօրինակում միգուցե ու այդ մտքերը տանում իր ներս, իր ընտանիք, ինչպես անել, որ այդ սոցհարթակը այնքան ազդեցիկ չլինի քո այն սկզբունքներին, որը իրապես պիտի լինեն ու ունենաս։ Տեսեք, սոցհարթակները ինքը արտահայտման միջոց է։ Եկեք մի պահ արդարացնենք արտահայտվողներին։ Կուտակվել է բացասական հույզը եւ կարիք կա որևէ տեղ դրսևորվել։ Սոցհարթակում, եթե մարդիկ ագրեսիա են դրսևորում, շատ անգամ փոխված է, ինչ որ անունով, ազգանունով կամ մի այլ կերպ են ներկայանում, անմիջապես իրենք չեն երևում։ Եվ արտահայտման մի միջոց է։ Նաև շատ անգամ շատ տարբեր արտահայտվողներ կան։ Մենակ ես չէի տանի նմանատիպ, ագրեսիան։ Լավ, ինչ անել, ես հիմա հակառակը տամ, ինչ անել եմ մարդուն, ով ագրեսիայի այդ արդյունքն է դառնում, այդ ով զոհն է հարթակին։ դառնում, այո։ Նախ համար առաջին ամբողջական մտածել եւ շատ այսպես միջև վերջը հոգու խորքը չընդունել ու փորձել հասկանալ ով է իրան գրոհում հակառակ կողմին քննել, քննության ենթարկել, այլ կերպ ասած, այդ լուրը միանգամից հուզական, մենք ավտոնոմ կերպով միանգամից հույզերով ենք դիմավորում, մեր վրա եկած բացասական կարծիքը, չփորձել պաշտպանվել, փորձել հասկանալ ինչ են ուզում մեզ ասել, եւ ինչը մերն է, ուշադիր լինենք, գուցե շնորհակալ հետո կլինենք այդ մարդուն, որ նմանատիպ թեկուզ շատ մի փոքր կոպիտ, բայց եւ ճշմարտությունը մեզ ասել է, մեր մասին, որ գուցե մենք քնած ենք եւ չենք հասկանում, որ դա մեր մասին է իրապես։ Հաջորդը, եթե դա մեր մասին չէ, քննում ենք ու հասկանում ենք դա մեզ չի վերաբերվում, կարելի է ուղղակի բաց թողել։ Հասկանալով այն բանը, որ չեն կարող ամեն ինչ վերահսկել եւ չեն կարող բոլորին հաճեսնել եւ կան մարդիկ պրովոկատոր եւ հատուկ կան հակառակ ուժերի հատուկ խառնող մթնոլորտներ, որ չտրվենք դրան, ավելի խորագետ գտնվենք։ Հիմա ես որպես հոգեբան ուզում եմ հարցնել, իսկ միգուցե միանգամից հենց ու բաց թողնելու խնդիրն է։ Ճիշտ է, որ ուղակի չնայել ու ուշադրություն չդարձնել միգուցե, որպեսզի ապահովել ինչ որ կերպ քեզ ապահովագրել այդ հոգեբանական վերլուծությունից ու վայրի վերումից, միգուցե դա է ձևերից մեկն էլ։ Նայած թե դու ով ես, եթե հասարակության մեջ կարևոր դեր ես կատարում, պաշտոնյա ես, լավ որ ուսումնասիրես, թե որտեղից է գալիս այդ հարձակումը քեզ վրա, որպեսզի ավելի լայնախոհ լինի հետագա քայլերը։ Ես եթե ուղղակի շարքային սովորական քաղաքացի ես եւ ընկել ես այդ ռմբակոծման ներքո, SMS-ների եւ ինչ որ անանուն կարծիքների, այդ դեպքում այո, կարելի է բաց թողել պարզապես սրտին ոչ չընդունել, ուղղակի սովորել թողնել։ Մեկ բան էլ մենք միշտ անընդհատ ու բարբերաբար կրկնում ենք այս հարցը, որ ամուր ընտանիքը մեր պետության հիմքն է։ Մենք այսօր տեսնում ենք բավականաչափ շատացել են ամուսնալուծությունները
ու կարծես թե դա խրախուսվում է նաև սոցհարթակներում, սկսվում է նոր կյանք ամուսնությունից հետո եւ այլն նման խրախուսական խոսքեր են հնչում։ Ես չեմ ասում դատապարտել են մարդուն ի վերջո ով եկել է այդ եզրահանգման, բայց ինչպես անել, որ պահպանել այսօրվա հայեցի ընտանիքը եւ ինչու է այսքան շատ ամուսնալուծությունների թիվը։ Հոգեբանորեն եմ էլի ուզում հասկանալ ինչպես վարվել է սպառակը։ Ընդհանրապես, եթե վերցնում ենք ամբողջ աշխարհով, հա, չափանիշները ոչ միայն Հայաստանում, այո, շատ երիտասարդացած եւ քանակով ավելի շատ մեծ է։ Անկապ հիմա շատ երկրներում հարաբերությունները անգամ չեն էլ հասնում մեր իմացած դասական ամուսնությանը, կա այսպիսի ռուսերեն արտահայտություն կամ հայերեն ասեն քաղաքացիական ամուսնություն, որ չի պարտավորեցնում որևէ պատասխանատվության։ Ես կասեի նաև շատ դեպքերում դա պատասխանատվություն չկարողանալ կրելու հետևանք է, որը որ նորից հասուն անձին է վերաբերվում։ Ով կարող է պատասխանատվություն կրել, կարող է պատասխանատվություն կրել հասուն անձը։ Իսկ ամուսնությունը ինքը, որ մենք վերցնում ենք որպես այդպեսին, որպես առաջին ինստիտուտ, հա, գալիս է աստվածաշնչյան հիմքերից, մենք գիտենք։ Եվ լինելով քրիստոնյա ազգ, ունենալով քրիստոնեական ակունքներ, մենք տակավին շատ ենք հեռացել այդ ակունքներից, որպես արժեհամակարգ, այլևս կարծես դա չի բավարարում մարդկանց։ Երբ որ խոսում ես այդ արժեքներից եւ փորձում ես հորդոր բերել, հա, որպես ուղեցույց ցիտել Աստվածաշունչը, կարծես դա այդքան էլ երիտասարդական չէ եւ հետադիմական է ընկալվում շատ երիտասարդների կողմից։ Ես նաև լինելով ընտանեկան հոգեբան, աշխատում եմ շատ զույգերի հետ, նաև աշխատում եմ շատ անձանց հետ, ովքեր որ արդեն իսկ ամուսնալուծված են։ Ցավում եմ, բայց երբևէ սոցկայքերում չեն ասվում, հա, ամուսնալուծությունից հետո եղած դժվարությունների մասին։ Խոսվում է միայն ամուսնության մեջ եղող դժվարությունների մասին, բայց երբեք չի լուսաբանվում, բարձրաձայնվում, թե որքան ավելի դժվար է ամուսնալուծված լինել եւ եթե Աստված ներս է երեխա էլ ունենալ, ինչպես այդ ամեն ինչը համատեղել եւ ինչպես կարողանալ երջանիկ լինել։ Դրա մասին չի ասում, շատ քիչ է լուր է մնում, հա, չենք մենք հրապարակում դրա մասին, բայց այդ դա իրական հոգեբանական տանջանք է։ Քանայն որ կարողանան ամուսնական ոնց որ կյանքի մեջ կարողանան անձիկ սերը իրապես հոլիվուդյան ֆիլմերում չի, հա, մենք շատ հաճախ երիտասարդները դասիրակվում են ֆիլմերից եւ գրքերից, ինչից որ ազդված են, այնպես պատկերացնում են պետք է ամուսնությունից հետո լինի։ Շատ հաճախ ինչպես է ավարտվում ֆիլմերը, անձինք իրար սիրում են, ամուսնացան եւ ֆիլմը ավարտվեց։ Շարունակությունը չկա ավելի ինստիտուտ, թե լավ, բա հետո ինչպես ենք իրար սիրել, ինչպես պետք է հանդուրժ ենք իրար, ինչպես պետք է համբեր ենք, ինչպես իրար համար պետք է հույս ունենանք։ Սերը ինչ է, սերը գործողություն է, սերը երկայնամիտ է, չի նախանձում, չի հպարտանում, իրենը չի որոնում, բայց կարծես այս խոսքերը հիմա ակտուալ չեն, ամեն ինչ տարվում է դեպի նրան, որ ոչ, դու ես կարևոր, քո անձն է կարևոր, անշուշտ մենք չենք կարող սիրել դիմացինին, եթե չենք սիրում մեզ, բայց ինքնասիրությունն ու եսասիրությունը խիստ տարբեր գործիքներ են։ Եվ եսասիրությունը գալիս է ցավի հիմքից եւ հիմքը խզված հարաբերություններից մարդը որոշում է դառնացած ինքն իրեն հոգ տանել։ Միշտեռ ենթատեքստում միշտ կարիք ունի, որ իր մասին հոգ տանեն։ Իսկ ինքնասիրությունը դա այն է, որ մարդը թույլ է տալիս իր մասին հոգ տանեն։ Հիմա ինչ կհորդորեք այն մեր երիտասարդներին ու մարդկանց, ովքեր այս պարագայում սոցհարթակները դիտելով ավելի շատ ազդվում են ու այդ ազդեցության տակ են։ Ես կուզեմ որպես հոգեբան նաև ու ուզում եմ մի փոքրիկ ստատիստիկ մոտեցում ունենալ։ Այժմ շատ են դիմում հոգեբանի, այդ կուլտուրան ձևավորվել է ի վերջո, որտեղ մեր մտածողությունում չկար այն։ Այո, Վարդի ջան, պետք է իրոք բարձրաձայնենք, որ հատկապես պատերազմից հետո հոգեբանին դիմելը շատ երիտասարդական է դարձել։ Շատ-շատերն են դիմում հոգեբանի, ես գիտեմ շատ հոգեբանների իմ գործընկերները, որոնք որ իրոք մենք ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում ենք որպես թերապևտներ։ Այսինքն գիտակցությունը շատ բարձր է։
հոգեբանի դիմելու կարևորումը շատ բարձր է, որը շատ դրական է դիտարկվում։ Առավել, եթե լինի հոգեբանական ոնց որ դաստիարակություն դեռևս մանկապարտեզի տարիքից սկսված։ Կան շատ ծրագրեր, որ օրինակ հետտրավմատիկ ստրես եւ հետտրավմատիկ աճ, հա, որ ինչպես անենք, որ մեր դժվարությունը մեր կյանքի աճ հանդիսանա եւ որտեղ խորտակող եւ վառ նետող ինչ որ մթնոլորտ դառնա, քանի որ մենք որևէ մեկս որևէ ժամանակ մենք ապահովագրված չենք դժվար իրավիճակներին հանդիպելուց, հա։ Լավ, այ մարդ ինչ կարող է անել այս պարագայում, այդ դրական ազդակն եմ ուզում մեր օգնեք մեր հետևորդներին նաև ինչպես այդ բացասական հույզերը, այդ աղճատումները, որոնք հասարակության մեջ կան, նեգատիվ տարաբաժանումները, որ արվում է, ինչպես անձը պահպանի իր ներքին ինքնահավասարակշռությունը ու գա այդ դրականին միասնական ու այդ դրական մտածողության ի վերջո։ Տեսեք, ցանկացած իրավիճակ գալիս է փիլիսոփայությունից։ Մենք ինչպիսի իմաստ ենք այդտեղ դնում։ Եվ ինչպիսի ակնկալիքներ ունենք։ Եթե մեր հասարակությունում չստեղծվի, հա, ճակերտավոր ռոմանտիկ մտածելակերպ, որ մեր հետ պարտավոր են լավ վարվել, մեզ պարտավոր են երջանկացնել, մինչդեռ ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ։ Մի բան, որ եթե պարտքենք, ապա մենք ինքներս մեր հանդեպ պատասխանատվություն կրելու մեջ ենք պարտք ամեն առումով։ Եվ եթե սկսվի այս փիլիսոփայական խորը, հա, ներքին մտածողությունից եւ ընդունել, որ այո, կյանքը բաղկացած է ինչպես քաղցր, այնպես է դառը հատվածներից, եւ դառը հատվածները չեն կարող շրջանցել եւ ոչ է քննադատությամբ դրանից դուրս գալ, այլ ընդամենը ընդունել եւ փորձել հասկանալ, թե դա մեզ ինչ է սովորեցնում։ Մենք խոսում ենք մեծահասակների մասին, բայց շատ անգամ կարծես երկրորդ պլան են գնում երեխաները։ Մինչդեռ մենք չենք էլ կարող պատկերացնել, թե երեխաները որքան ավելի խորն են տանում ամեն դժվարություն, քան որ մեծահասակները։ Բայց պետք է մի հետաքրքիր բան ասեմ, որ երեխաները, որ եթե մեծահասակները իրենց կողքին առողջ լինեն, երեխաները շատ արագ են ինքնաապաքինվում, որովհետև այս նույն բացասական հույզերը, եթե նույն վերցնենք վախը, մեղքի զգացողությունը, հիասթափությունը, զզվանքը, հա, ագրեսիան, զայրույթը, դրանք մեր բազային հույզերն են, եւ դրանք դրված են մեզ պաշտպանելու համար եւ ոչ թե մեզ վնասելու համար, հա։ Ուրիշ բան, որ դրանց հանդեպ մեր հոգեբանական պահանջմունքն է փոխվում եւ դրան ժամանակ մենք չենք կարողանում մեր պատասխանատվությունը տեսնել եւ արագ ապաքինվել։ Բայց դրան հակառակ երեխաների մոտ մենք տեսնում ենք, որ ավելի ավտոնոմ կերպով ավելի արագ ինքնակարգավորվում են իրենք։ Թեև ավելի խորն էլ ապրում են վիշտը, կամ կորուստը, կամ պատերազմը։ Դրա համար շատ կարևոր է մենք մեծահասակներս պատկերացնենք, որ մեր հայացքը պետք է միշտ ներսում պահել։ Մինչդեռ դրսում ենք մենք ավելի շատ թափառում հայացքով, մտքով, մեղավորներ փնտրելով դրսում, մինչդեռ եթե կա մեղավորության զգացողություն, կա բացասական զգացողություն, ինչ որ կուտակված ինչ որ մի բաներ, դրանք դրսից չի գալիս մեր մեջ, այլ մեր ներսում կուտակվում են։ Անշուշտ կան վերաբերմունքներ, որ դրսից է լինում, սակայն եթե մենք չենք ունենում ներքին ստրես, մենք մասնագետներս վստահեցնում ենք, որ արտաքին ստրեսը այդքան էլ վախենալու չէ, որքան որ ներքին ստրեսն է վտանգավոր, որովհետև եթե ես չունեմ ներքուստ ստրեսային իրավիճակ եւ ես adekvat եմ եւ հարմար, հա, եւ ինքնագիտակցված եմ ապրում, ցանկացած երևույթ արտաքինից ես կարող եմ ներքին ռեսուրսներովս հաղթահարել։ Այ հենց այդ ինքնագիտակցված կյանքի մասին է խոսքը, մարդ ինչպես կա հասնի նրան, որ ինքնագիտակցումը թույլ տա իրեն հասկանալու, որ դրսի ազդակները, այդ վատ նեգատիվը միգուցե ինչ որտեղ նաև մտածածին են արված, որպեսզի հասարակությանը աղճատեն, եւ այս պարագայում նրանք կարողանան էլ ավելի ամուր լինել հասկանալով, որ այսօր մեր անհատների այդ առողջությունը հոգեպես եւ միասնականությունը բերելու է ամուր պետականության հիմքեր ունենալուն։ Ինչպես գալ դրան այդ ներքին կայունությանը։ Մի այսպիսի անանուն հեղինակի կողմից մի բան կա, որ
մի մարդ է լինում եւ որ երիտասարդ է լինում, պատանի, ոգևորված է լինում մի մտքով, որ ինքը պետք է ամբողջ աշխարհը փոխի եւ դեպի լավը դարձնի։ Ասում են որոշ ժամանակ երիտասարդ է դառնում պատանին եւ հասկանում է, որ ամբողջ աշխարհին ինքը չի կարող հասնել եւ չի կարող իր այդ դրական մտածողությունները վարակել եւ փոփոխության ենթարկել։ Հետո մտածում ասում է, լավ, գուցե իմ երկրից սկսեմ։ Ասում է որոշ տարիներ, հասկանում է, որ չէ, երկրի համար էլ է ինքը շատ փոքր մեկը։ Հետո որոշում է, ասում է, երևի իմ փողոցից սկսեմ, որտեղ որ ես բնակվում եմ։ Ասում է որոշ ժամանակ կրկին մտածում ու հասկանում է, որ տեղել է ինքան զոր։ Հետո մտածում է, երևի ես սկսեմ ընտանիքիցս։ Ընտանիքից մեր դրական փոփոխություններ վերան։ Եվ երբ որ տեսնում է, որ ընտանիքի վրա այլ աշխատանք, կարծես ապարդյուն այն փոփոխությունները չեն տեղի ունենում, եւ այդտեղ ինքնագիտակցության է գալիս, իսկ գուցե ես ինձանից սկսեմ։ Եվ երբ որ սկսում է ինքը իր վրա աշխատանք տանել, տեսնում է, որ իր փոփոխությունը նաև ընտանիքի մեջ է վարակիչ դառնում, եւ ընտանիքը այդ վարքաձևը վերցնում է իր վրա։ Եվ երբ որ ընտանիքն է փոփոխության ենթարկվում, այդ մոդելը տեղափոխվում է իրենց փողոց։ Փողոցից հետո երկիր, երկրից հետո դեպի աշխարհ։ Այսինքն յուրաքանչյուր փոփոխություն չի սկսում դրսից, այլ սկսում է ներսից։ Բարի, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ մեր հետևորդներն էլ պիտի հետևություն անեն ու այդ փոփոխությունները սկսենք հենց ինքներս մեզանից։ Մնացեք խաղաղությամբ եւ գիտակցեք, որ ձեր ներքին հանդարտությունը եւ լույսը պահպանողի ինքներդ դուք եք։ Աստված ձեզ պահապան։